սին խոստումներ, բոլորդ վարչապետ եք։ Լավ, գյուղի հովիվը ոնց կարող է վարչապետ լինի։ Ինչ ես խափում այդ հովիվին։ Ինչ ես խափում հասարակ մարդուն, գյուղացուն։ Ինչ ես խափում բանվորին։ Ինքը վարչապետ է։ Եթե վարչապետ է, ոնց այդ գժություններ արավ իր երեխեքին տարեց կոտորեց։ Դու տարար կոտորեցիր այդ երեխեքին։ Դու ոչնչացրեցիր։ Դու այդ տարածքները հանձնեցիր, մեր հայրենիքը հանձնեցիր։ Դու Շուշին հանձնեցիր։ Հաջորդ օրները եթե չհանձնեինք Շուշին, եթե չգրավեին Շուշին, ապա հանձնելու էինք։ Այդ ո՞նց է, ինչպես կարելի էր հանձնել։ Վերջը տեսանք ինչ ձեր պարտության տարավ։ Եվ հետո էլ պտտեցրեց, գցում է արդեն բանակի վրա, մեղավորը բանակն էր։ Ոչ, բանակին մի մեղադրի, քո հրանգներն էր, քո հրամաններն էր, քո նշանակած մարդիկ էին, քո աննաններ բունկերներում, խանգարում հրամանատարական կազմին որոշումներ կայացնելու, քո ոչ ճիշտ կազմակերպումներ, մեկին մի հրահանգ տալ, մեկին մի ուրիշ հրահանգ տալ, այսպես խառնել ամեն ինչը, մարդիկ մարտի դաշտում չէին հասկանում, լավ, ինչ են սրանք ուզում։